Ընդդիմադիրներն ասում են անորակ ցորեն է բերել Ադրբեջանի ճանապարհով։ Ըստ բանը։ Ճիշտ ասած առաջի անգամ եմ լսում, դա իհարկե զվարճալի է, որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ցորենը եւ ես եզրահանգման եկել, ես եթե չեմ սխալվում, 3 ղազախական կողմը ներկայացրել էր ինչ ցորեն է արտահանել դեպի Հայաստան եւ ըստ էության դա ցորեն է, որը օգտագործվում է արտադրության մեջ, հացի արտադրության մեջ եւ այլն։ Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ակնհայտորեն այդ ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումները նեն արժանի ծաղրի եւ կամարանքի։ Նոր փոխնախարարը բայց չհերքեց, որ որորդ կարգի ցորեն է, անասնեկերի համար է, էկոնոմիկայի փոխնախարարը քիչ առաջ մեր ծրույթում։ Ես ճիշտ ասած պետք է լսեմ էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի կարողանամ մեկնաբանել։ Ես ցորենի մասնագետ չեմ, ինչպես գիտեք, եւ հատկապես նոր եկած ցորենի վերաբերյալ չեմ կարող ասել։ Վստահ չեմ, ասում եմ, ղազախական կողմը մեկնաբանություն էր տվել, որը նշում էր նաև, որ դա հնարավոր է, այսինքն օգտագործելի է տարբեր արտադրության համար, հացամթերքի արտադրության համար։ Համարված է, ինչու օրինակ չեն փորձել գոնե առաջին կարգ կամ երկրորդ կարգ, այսինքն որպեսզի այս աղմուկը չլինի, ինչու հետո այսինքն բարձր է, որ այստեղ նաև այդ ցորենի կարիքը կա, դրա համար են Հարգելի գործընկերներ, ես կան կարիքներ, ես ենթադրում եմ, որ Հայաստանը իր տարբեր կարիքների համար, այս խոսակցությունը ճիշտ ասած իմ համար շատ նոր եւ անակնկալ է, դրա համար չեմ կարողանում շատ հստակ բեկրաբանել ձեր հարցերին, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ունի կարիքներ եւ ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ, հատկապես այդպիսի կարեւորության ապրանքներ, եւ ես ենթադրում եմ ղազախական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերել, թե ինչ կարգի եւ ինչ նպատակով օգտագործելու Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է դա ներկրել։ Չեմ կարող ասել ճիշտ ասած։ Հա դուք ամեն ինչ գիտեք, ես չեպազրույցի Բայրամովը հարցազրույցը եւ բավական ուշադրավ այնպես հայտարարություններ էր, մասնավորապես որ Նիկոլ Փաշինյանը մինչ պատերազմը խոստացել է լուծել Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը, բայց հետո փոշմանել է, խոստումը չի կատարել։ Նախ ինչ պայմանավորվածության մասին է դուք թիմի անդամ եք եղել եւ ինչու է Փաշինյանը որոշել, որ չի կարող եւ ասել է օրինակ ինձ կուտեն, չգիտեմ, այսպեսի արտահայտ Այո, սպանեն, ենք սպանեն Իս թվում է վերջին 7 տարիների Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները շատ թափանցիկ եւ հրապարակային են եղել, հատկապես վերջին տարիներին այդ մասին ամեն ինչ խոսվել է եւ նաեւ այն տարիներին մենք գիտենք, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններ, այդ բանակցությունները առանձնապես արդյունքներ չեն տվել եւ եղել է դրա քննադատություն, եղել է այդ քննադատության որոշակի մասի ընդունում Հայաստանի կառավարության կողմից, բայց նաեւ աշխարհակահաղական իրավիճակի հետ կապված խնդիրները փոխվել են։ Ես չէի ցանկանա այդպես չէի ցանկանա մանրամասնել Ադրբեջանի արտգործնախարարի ասածները, հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը հայտնի է մեզ, ձեզ, բանակցությունները 18 թվականից այս կողմ Հայաստանը նաև քննարկումներում ասել է, որ նաև Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի այն ժամանակ բանակցություններին որպես իր ճակատագրի որոշող, ես կարծում եմ այստեղ ինչ որ նոր ես այդ հարցազրույցը նայել եմ եւ որևէ նոր բան այնտեղ չեմ տեսել։ Խոսում է նաեւ Ադրբեջանը 4 անկլավների մասին։ Հայաստանին է մեղադրում բանակցությունները տապալելու եւ իր քայլերով, սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար եւ Բայրամովը փակագծեր է բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այդ սադրիչ գործողությունների, որը ներկայացրել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը եւ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստանի եւ վերջ հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղում համահայկական պատմության մեջ առաջին անգամ համահայկական խաղերի անցկացումը եւ Տավուշի հուլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց եւ հետո Սարդարապատում բավական մեծ շոկով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին։ Այս բոլոր հանգամանքները մարտանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փուլից Փաշինյանի հրաժարվելու եւ պատերազմ հրահրելու։ Սրա դուք համաձայն եք։ Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը երկեր էր փնտրում
երկրում հակամարտությունը խաղ կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, հա, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը բարդացնում էր Հայաստանի։ Ինչի մասին նշվում է եւ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահը։ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչի մասին, ինչպես նշվել է, դրանք կհրապարակվեն։ Դեռ կան եկան։ Ես չգիտեմ, դա կառավարության դիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվեն։ Բանակցությունները շարունակվել, պարոն Խանտանյան, երբ որ պահից դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում ադրբեջանական կողմը։ Դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին այդ ընթացքում ոչ տեղի են ունեցել, այսինքն ամիսամսաթվերով չեմ կարող ասել, բայց 18-19 թվականներին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե միջև 2020 միջև պատերազմի սկսվելը ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Երբ որ Փաշինյանն զրոյական կետից եմ սկսում, այդ ժամանակ կանգնել էր արդեն բանակցությունները, այլևս Ադրբեջանը որևէ ձևով Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում էր ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն եւ ելքերից մեկն էր դա, ինքը հասկացել էր, որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետեւ այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը բերել եւ կանգնեցրել են այդ բանակցությունները, ինչպես 18 թվականին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող, կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրներ, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն, ինչը չստացվեց ցավոք։ Գիտեք, այդ մասին շատ երկար է խոսվել, այդ մասին շատ է խոսվել, արդեն քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ կար անհնարինություն։ Արցախի ճակատագրի ասացինք հայկական կողմը 19-ի նոր առաջարկները, որոնց մասին խոսում են բոլորը, մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել։ Իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, հա, այդ այսինքն մերժում եղել է հայկական կողմից։ Ես չեմ կարող բան անել, հա, ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժման նամակ է ուղարկել։ Պարոն Խանտանյան, անկլավների հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախաշենը պետք է վերադարձնենք, բայց մենք Ադրբեջանից չենք տեսնում երբևէ որ խոսի փոխանակման մասին, այլ մեն պահանջներ են ներկայացվում, որ պետք է Հայաստանը վերադարձնի այդ 4 անկլավները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխանակման։
Այդ անկլավների հարցը արգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյունագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղի ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ իշխանությունները սպասում էին իրավական հիմքեր, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասում որ կան, պետք է ներկայացվեն իրավական հիմքեր։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցել սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ թրիփի շրջանակներում սահմանային այդ հատվածների։ Ես ենթադրում եմ, որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաև սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ որ քաղաքական աշխարհակաղակական հատկապես բովանդակություն չկա։ Ես տեղյակ չեմ։ Երբ որ հետահայաց նայում եք, արդյոք ճիշտ է այդ հայտարարությունները, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի, որ Արցախը Հայաստան է, եւ երբ որ հետահայաց եք նայում, արդյոք ճիշտ է ասել, որ գնացեք եւ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցեք, ինչը Ադրբեջանը անցալել է որպես բանակցությունների ավարտ, բազմամյա բանակցությունների ավարտ ապալում եւ հետեւաբար այդ թեման ոնց որ մանրամասն անդրադարձանք, այդ թեմային այնքան երկար ենք խոսել, վարչապետը այնքան մանրամասն է խոսել այն հայրենասիրության մոդելի մասին, այդ հայրենասիրության մոդելից բխող հայտարարությունների մասին, խոսել է պատասխանատվության մասին, այսինքն անընդհատ այդ թեման, որ մենք բան ենք անում, բերում ենք եւ 2025 թվականին, երբ որ կա բանակցային լրիվ իրավիճակ, դրա հանրային տեղեկատվության օգտակարությունը, երբ որ կառավարությունը ընդունում է, որ եղել են բացթողումներ, բայց այդ հայտարարությունները, մեկնաբանությունները, բացթողումները բխել են իրավիճակից, աշխարհակաղակական իրավիճակից, Հայաստանի ռազմավարական դիրքից, հնարավորություններից եւ նաեւ մթնոլորտից ու վարչապետը ինչպես հաճախ նշում հայրենասիրության այն մոդելից, որը մենք բան ենք արել, մեր մեջ ա եղել ու մենք մինչեւ հիմա մի տարի քվեների հայրենասիրության այն մոդելը, որ Արցախը Հայաստանը եւ վերջ հաջորդ տարի այդ մոդելը գիտեք, բանը կյանքը ինքնահայացման process է նաեւ եւ տարբեր կյանքի տարբեր փուլերում մարդիկ եւ իրավիճակների շատ տարբեր իրավիճակների եւ իրադարձությունների բախվելով փոխում են հայացքները եւ ճակատագրական իրադարձությունների հետևանքով են սկսում այլ կերպ գնահատել իրավիճակը ու հասկանալ թե ինչն է եղել սխալ։ Այս մասին խոսակցությունը այնքան մանրամասն է եղել հանրության եւ ձեր հետ բոլորի հետ, որ կարծում եմ այդ անդադար քննարկվում է, չէ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հայրենասիրության մոդելը նորից չի փոխվել։ Իվաշկյան այստեղ հարց են տալիս էլի։ Արարատ ձեռահանել, իրական Հայաստան, մի խոսքով, այդ անգամ այդ քարոզի դեպքում Ադրբեջանը չի, այսպես ասած,
չի զսկվում եւ անընդհատ փորձում է ծավալապաշտական նկարտումները, անգամ Ադրբեջանի խորհրդանի պատգամավոր ասում է, եթե Թրամփի ճանապարհը չբացեն, ուժով կվերցնենք։ Այսինքն Հայաստանում այդ ձեր ասած նոր հայրենասիրական մոդելին Ադրբեջանից որևէ այսպես զսպված վերաբերմունք չի լինում։ Ինչպես է սա բացատրում։ Այս հայրենասիրական մոդելով հնարավոր կլինի այսպես Հայաստանի իսկ հնարավոր կլինի կրկին Հայաստանի սահմանները առաջ տալու մոդելով փորձել խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր տարածք ունի եւ 29743 կիլոմետր 29743 կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքներից դուրս Հայաստանի Հանրապետությունը հայրենիք չի փնտրում, Հայաստանի քաղաքացիների բարօրությունը եւ մեր ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է այս տարածքներում։ Մահմեդյան որքանով վստահ մի բան ես 2019 թվականի առաջարկի մասին որ խոսվում է այդ հարցին արդեն պատասխանատուներից մեկը ճիշտ եք համարում որ հանրություն տեղյակ չէ ինչ առաջարկի մասին է խոսքը ասում եք հրապարակ այդ հարցին արդեն պատասխանել է ու ըստ էության այդ պահին պետք է հրապարակվեր որովհետեւ Եթե բոլոր բանակցային փաստաթղթերը տվյալ պահին հրապարակվեին, որևէ բանակցություն տեղի չէր ունենա։ Իշխանությունը երկրորդ դրա համար Ռոբերտ Քոչարյանն ասում է Նիկոլ Փաշինյանի մեջ այնքան չարություն կա, որ այդ չարությունը չի տեղավորվում իր մեջ, դուրս է գալիս եւ կոնֆլիկտներ է ստեղծում Ռուսաստան եւ Ամերիկա, չգիտեմ, Ամերիկա, Չինաստան, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտն ասած, այդքան չէ։ ոնց մեկնաբանեմ, Նարեկ ջան, ասենք դա ինչ ասելու բան է։ Մի հատ կասեք Հայաստանը եւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ինչպիսի կոնֆլիկտ է հրահրել։ Ոչ թե կոնֆլիկտացին է։ Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մենք հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական դերակատարումը փորձում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ։ Առաջին հերթին փորձում ենք նորմալ լավացնել մեր տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները, նորմալացնել այն հարավյանների հետ, որոնց հետ ունենք հարաբերություններ եւ նաեւ մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք ունենալ լավ ռազմավարական հարաբերություններ։ Ման Խանդանյանը մի հարցեր էր նոյեմբերին ինչու օրինակ պահպաններից երաբլուր չգնաց մոռացվել է այդ օրը թե ինչ նպատակ կա որ ընդհանրապես չեք հիշատակում չեք գնում խոնարհում չեք հայտնում որևէ մեկը չի մոռացել 10 րոպե առաջ ազգային ժողովի նիստերի դահլիճում ազգային ժողովի նախագահի տեղակալը օրենքի նախագիծ էր զեկուցում տոների եւ իշատակի օրերի օրենքում լրացում կատարելու վերաբերյալ եւ այս օրենքի նախագծով մենք պատրաստում ենք հունվարի 27-ը դարձնել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման օր եւ պետական միջոցառումները այլ տեսակի միջոցառումները արդեն այդ օրը կլինի։ Նախաստորագրված այդ փաստաթղթը կա որոշակի պայմանավորվածություններ, երբ նորից երեք կողմերը կնստեն մի կողմ, թե դա առանձին կլինի, ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը խաղաղության պայմանագրի մասին եք խոսում։ Նախաստորագրվել են երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը պատրաստ է տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու մեր ակնկալիքն այն է որ հնարավորինս շուրջ ստորագրենք այն բայց դուք գիտեք նաև այստեղ պետք չի բան անել Ադրբեջան նախապայման է ներկայացնում ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ այո Այսինքն փակողային իրավիճակների թեմանն իրենք հիմա առաջ տանում, նաև այդ այսինքն փակող հիմա փորձում են նաև այդ թեման։ Ես կարծում եմ դրանք փոխպայմանավորող հարցեր չեն։ Ես նորից եմ գրկում այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասել ենք, դա այտենց
կարող եմ ասել մասնագիտական հարց է, սահմանազատման հարց է ամբողջությամբ։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասել, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնություններ համարվում փակուղային, բայց ի վերջո մարտին մենք կարողացանք համաձայնեցնել տեքստը եւ արդեն օգոստոսին նախաստորագրել այն, ուստի ավելի շատ բանակցելով, ավելի շատ դիվանագիտական ջանքներ դնելով ես կարծում եմ հնարավոր կլինի մոտ ապագայում ասել։ Եթե իր ներկայությամբ նախաստորագրվեց, հիմա կարող է նաև միջամտել, որպեսզի ստորագրվի եւ քանի որ հասկանալ է նաև համանդրությունը մեկ օրում հնարավոր չէ փոխել։ Ես չեմ կարծում, որ չի ուզում, մենք մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք հանգամանքի վրա, որ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հնարավորինս շուտ եւ նաեւ ակնկալում ենք աջակցություն այս հարցում, բայց դա այդպես միանգամից եւ արագ տեղի չի ունենում, ինչպես տեսնում եք։